Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մեթերում, այս պայն ես զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան վերաբերել ընդունելու համար։ Իհարկե այսօրին ամենաակտիվը քննարկվում է գործարար բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող թեմաները։ Նիկոլ Փաշինյանը ասված մեկ նախադասության համար ձերբակալեց, հետո նաև կալանավորեց այդ մարդուն ակնհայտ քաղաքական գործով, ինչ եք կարծում, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր մտավախություն ունենալ, որ Սամվել Կարապետյանը իր իշխանության պահպանման տեսանկյունից վտանգ է ներկայացրել, ուրիշ ինչ պատճառ կարող էր ունենալ Սամվել Կարապետյանին ձերբակալելու, որովհետև տարբեր կարծիքներ են հնչում, միջև չգիտեմ, Ալիևն է պատվիրել Էրդողանին նվեր էր տանում, աբսուրդից դուրս եթե գանք իրականությունը որն է։ Ես կարծում եմ, եթե մի հարցում համաձայնության գանք ու այդ տեսակետից նայենք բոլոր գործընթացներին, ամեն ինչ տեղը կընկնի։ Իհարկե կան երկրորդական պատճառներ, երրորդական, բայց եթե նայենք վերջին 7 տարիների գործողությունը, Փաշինյանը ինչ է արել ու ինչ չի արել, որ դեպքում է գործել, որ դեպքում չի գործել, կտեսնենք մի ընդհանրություն, այսինքն կարմիր թելի պես անցնող մի կետ, ինչը սպառնալիք է իր իշխանությանը, ինքը դրան արձագանքում է շատ սուր, շատ զգայուն, շատ կոշտ, կոպիտ, ինչը կարող է անգամ սպառնալիք լինել։ Այսինքն սեփական իր գործողությունները միտված են սեփական իշխանությունը պահելուն ու երկարաձգելուն։ Դա այո, նաև նպաստում է Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների կատարմանը։ Այո, համընկնում կա այդտեղ, դա էլ է իրականացվում։ Եթե այս 7 տարվա մեջ պահ է եղել, որ դա համընկել է արևմտյան օրակարգի հետ, դա էլ է արվել, պահ է եղել, որ համընկել է ռուսական օրակարգի հետ, դա էլ է արվել։ Դրա համար, եթե մենք նայենք աշխարհաքաղաքական վեկտորով, մի պահ կտեսնենք այս մարդը արևմուտք է գնում, մի պահ Ռուսաստան, մի պահ Թուրքիան եւ Ադրբեջանը մշտական, կարող է խճճվենք։ Եթե նայենք գաղափարախոսական տեսակետից ընդհանրապես ամիսը մեկ իրար հակառակ հայտարարություններ, բայց եթե նայենք իշխանությանը պահպանման տեսակետից եւ կհասկանանք ինչի համար էր դատարանների շրջափակումը, առաջին հարձակումը բանակի վրա եւ կհասկանանք Սամվել Կարապետյանի վրա այս հարձակումը, ես այստեղ միայն ուզում եմ առանձնահատկություն ասել, գիտեք 7 տարի առնվազն ընդդիմադիր գործիչները այս գործելավոճին բախվել են ու իսկապես երբ խոսում ենք որ բռնապետություն է Հայաստանում, բռնապետական կարգեր են, մեկ-մեկ դա ծիծաղելի կարող էր թվալ, որ Նիկոլից ինչ բռնապետերին տեսել եք, այն բռնապետերին ինչ տեսք ունեն իրանք, բայց բռնապետությունը Փնթի բռնապետ է ինձ հիմա։ Դե հիմա բռնապետ է, բայց հիմա ուր ենք, այսինքն սա ինչով է առանձնանում։ Ես դահլիճում եմ եղել, երբ որ տեսել եմ ինչպես է ինքը կարդում այդ հայտարարությունը ու ինչպես է արձագանքում։ Այսինքն հիմա մենք գործ ունենք անթաքույց գործելավոճի հետ, առաջ եթե կլիներ զանգ քննիչին, դատախազին, որ գործը մի հատ կարեն մի քիչ ժամանակ լիներ, որ այս մարդիկ, այսինքն գործը կարվեր նենց, որ գոնե իրավական ինչ-որ շղարշ լիներ, հիմա դա է վերացել, եւ երկրորդը հիմա արդեն կալանավորում եւ ձերբակալում են պոտենցիալ գործողությունների համար։ Այս միայն Սամվել Կարապետյանի դեպքում չէ, այսինքն մարդը իսկապես ինչ է արել, ասել է իմ ձևով մասնակցելու եմ եկեղեցու պաշտպանությանը, դա քրեական օրենսգրքի որ հոդվածն է էլի խախտում, որ հետո տաշիր պիցաներ փակեցին, ասենք աբսուրդի է հասնում, բայց հաջորդ օրը եղավ Դե պիցաների դեմ Փաշինյանի արշավը 10 թվականից է դեռ։ Բայց երկու օր հետո ընդամենը 20 շուրջ մարդ ձերբակալեցին։ Ինչի համար ձերբակալեցին, ասում եմ Թուրքիա այցին զուգահեռ, ասում եմ կանխարգելիչ գործողություններ էին իրականացնում եւ բացատրական աշխատանքներ։ Այսինքն հիմա ոչ թե սպասում են մարդիկ գնան, ցույցին մասնակցեն, հետո գործերը կարեն։ Ենթադրում են, որ մարդիկ կարող են ցույց անել, բռնում ձերբակալում են, կանխարգելիչ աշխատանքներ են անում, ենթադրում են, որ Սամվել Կարապետյանը Փաշինյանը ուղիղ հայտարարեց, չէ՞, ըստ էության, որ մենք գիտենք հիմա իրենց նարատիվն էլ քաղաքական հավակնություններ ունի դրա համար լավ եթե ունի, ինչն է խնդիրը, այսինքն Հայաստան որ օրվանից
կարող է ինչ-որ ներքին են ոնց պարգևավճարները բանարեցին գախնի հրամանով կարող է գախնի հրաման կարող Հայաստանը ցույց անել արգելված է այսինքն ի՞նչ նախնդիրը եթե անգամ ունի եթե անգամ ցույց էր պատրաստվում անել որն է տեղ հարցը հիմա այսինքն նայում են մարդուն Բորիս Մուրազին Քրիստինե Վարդանյանին ենթադրում են որ կարող է անել սա ու ուրեմն բանը Ձեր կուսակիցներն էլ կարծեք թե բերման ենթարկեցին մի քանի տասնյակ հոգու մասին էր խոսքը թե միայն ձեր կուսակիցները չէին Չէ, միայն մերը չէին, Սրբազան շարժման ակտիվիստները եւ Դաշնակցության անդամները շուրջ 20 անձի մասին, ովքեր ձերբակալվեցին, այսինքն ոստիկանությունում ժամեր պահվեցին, այդ ՆԳՆ հայտարարակ հայտարարությունը, որը ուղիղ հաստատեց, որ Թուրքիայից հետ կապ ունի, ասում է կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում, ինչն են կանխարգելում եւ բացատրական աշխատանքներ, որոշները զենքի կասկածով էին տարվել, բնականաբար ոչ մի բան չգտնվեց, մի քանի տասնյակի էլ չէին ձերբակալել, բայց ոստիկանություն էին հրավիրել բոլորը իրար հետ դաշնակցականները այդտեղ դաշնակցության անդամները մարզային կառույցի 7-ն էին բոլորին բաց են թողել հաջորդ օրվա դրությամբ արդեն մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց հետո խնդիրը այն էր որ Փաշինյանը Էրդողանի հետ տենց աննախադեպ իսկապես այց ուներ չգիտեմ կարծում դրանից էլ կխոսենք բայց ինքը նաև խնդիր ունի ցույց տալու որ երկրում ամեն ինչ իր վերահսկողության տակ է Դաշնակցականների եւ ոչ միայն դաշնակցականների ձերբակալությամբ ողջևորվել եւ այսպես ուրախացել էին նաեւ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ։ Դուք բացատրություն ունեք, որն է պատճառը, այսինքն իրենք ներկայացնում են քաղաքական մի շրջանակ, որի ներկայացուցիչները օրինակ Արմեն Աշոտյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում, ինչ կարող է իրենց ուրախացնել, որ Աստարապես ձեր կուսակիցներին բերման են ենթարկել, ձերբակալել են։ Ընդհանրապես այս 7 տարիների ամենատահաճ դեպքերից մեկին ներընդդիմադիր շրջանակում այդ մասով ականատեսը եղանք, ընդհանրապես շատ հարցեր կան, իսկապես, օրինակ այս ընդդիմության հասցեին գործածվող ռետորաբանության, երբեմն հայհոյանքների համար, ով է պատասխանատվություն կրում, իրենց ներկայացած շատ տեխնացի ունեն, քաղաքական թիմը, որի անունից իրենք խոսում են, այսինքն իսկապես այսպիսի հարցեր կան, բայց այս հարցերը, գիտեք, ուզում եմ թողնել ոչ թե քաղաքական թիմերին կամ քաղաքական գործիչներին, ես ուզում եմ բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանին իսկապես երևի պետքա շնորհակալություն հայտնել լուստրացիայի համար, համապարփակ, ամբողջական լուստրացիայի համար, բոլորի արժեքները գրեթե ցույց տալու։ Ես ուզում եմ մեր քաղաքացիները նայեն հիմա, հետևեն, թող հետևեն դիմադիր բոլոր ուժերին, թող հետևեն գործիչներին ու տեսնեն իրենք գնահատականը տան։ Իրենք օքեյ են, իրենք հաշտ են, համերաշխ են, իրենք ուզում են, որ երբ որ ամեն անգամ տարաձայնություն թեկուզ լինի, որոշ հարցերում անհամաձայնություն կամ տարբեր մոտեցումներ լինեն, հենց համար ընդունելի է օրինակ այդ բառապաշարի կիրառումը, այդ մոտեցման։ Ես ընդհանրապես հարց է առաջանում, եթե մենք բողոքում ենք 7 տարի առաջ դագաղներից եւ այն գործողություններից, որ արել է Փաշինյանը, բողոքում ենք, որտեղ մենք չենք արել, ուրիշի նկատմամբ։ Այդ է խնդիրը եղել, այսինքն Թե բողոքում եք, որտեղ դա անընդունելի է եւ այդպիսի գործելավոճը պիտի դատապարտվի անկախ նրանից ով է անում։ Այսինքն հիմա խնդիրը Նիկոլը չի, չէ՞, Նիկոլիզմն է ի վերջո։ Հիմա այդ Նիկոլիզմի Բայց դուք եք մեղավոր դրա մարդիկ։ Չէ։ Մենք երկ ունենք, գիտեք, չէ՞։ Չէ, տեսեք, հիմա մենք բոլորս դատապարտում ենք, չէ՞, որ Փաշինյանը սրիկայաբար հորինված կամ չհորինված պատճառներով մտնում է հոգեվորականների ինտիմ կյանք։ Բողոքում ենք, թե չէ, դժգոհ ենք դրանից, թե չէ։ Ակնհայտ է։ Իսկ ինչի դժգոհ չենք, որ 2021 թվականին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյան եւ իր ընտանիքի ինտիմ կյանքի առնչվող կոմպրոմատների արկայությունը թափահարելով հայտարարություններ էր անում։ Ես ինձ թվում է դրվագը բացեմ թողել ինչ ինտիմ կյանքի վերաբերյալ։ Սերժ Սարգսյանը 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում ասում էր Եթե Նիկոլ Փաշինյանը չհերքի, որ ես կազինո եմ գնացել կամ փաստ չհրապարակի, ես կհրապարակեմ իրեն եւ իր ընտանիքին առնչվող այնպիսի պատմություններ, փաստեր, որոնք կստիպեն իրեն ոչ միայն վատ զգալ, այլև քաղաքացիները կթքեն երեսին, հաջորդ օր ասած, որ այդ հրապարակումները կեղտոտ սպիտակեղենի շրջանակում են, դա հասկանում եք, չէ՞ ինչ։ Հասկացա։ Ես չեմ կարող ենթադրել ինչ կոմպրոմատների մասներ այդ ժամանակ խոսքը, հիշում եմ ինչ հրապարակվեց։ Դուք հարցնում եք ինչի նույն վերաբերյալ հարցնում եք ինչի նույն վերաբերմունքը ինչ կա Փաշինյանի նկատմամբ, չկա։ Չէ, դրա մասին չի։ Եթե կապ մի բան, որը անընդունելի է։ Ինչ կապ ունի, դա արվում է Փաշինյանի նկատմամբ, թե արվում է Հիմա մենք խոսում ենք կոնկրետ արշավի մասին, այսինքն Փաշինյանի կողմից իրականացվող կոնկրետ փաստերով, մի դեպքում դուք բերում եք ինչ-որ ենթադրյալ, որ ինչ կարող է լինել, բայց ուրիշ տարբերություն էլ կա։
ինչ այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք 2020-ից հետո առնվազն, եւ այն մանդատը, որը մենք ստացել ենք։ Ես չեմ կարծում, որ որևէ ընդդիմադիր գործիչ, ընդդիմադիր առավել եւս խորհրդարան ներկայացված անձ մանդատ է ստացել մյուս ընդդիմադիր ուժին որևէ կերպ թիրախավորելու եւ որևէ կերպ իր ռեսուրսների մի մասը այդ ուժին թիրախավորելու վրա ծախսելու համար։ Ես կարծում ընդհանուր այս պատկերը, որ մենք ունենք հասարակության մեր գերակշիռ զանգվածի համար հենց այս պատկերն է, այսինքն որ բերում է նրան, որ մարդիկ մեծամասամբ զզվում են քաղաքականությունից, չեն ուզում դրա հետ առնչություն ունենալ եւ բոլորին հավասարեցնում են ու դնում են նույն նժարի վրա։ Դրա համար ես այսպես կարող եմ այս հարցի պատասխանել։ Բնական է, որ Փաշինյանի եւ այլ ուժերի որևէ այլ ուժի, ես անգամ հիմա նույն կերպ չեմ կարող քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանը եւ հավասարեցնել Փաշինյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Մարդը տեսնում է որ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված մարդիկ կեղտոտ ձևով արշավ են իրականացնում ձեր դեմ։ Խոսքը Դաշնակցության եւ Հայաստան Դաշնքի մասին է։ Եվ գիտեք, ես օրինակ որպես լրագրող ընդդիմությանը քննադատելուն կողմ եմ եւ կարծում դա պարտադիր է։ Եվ ինքս էլ քննադատում եմ թվում ձեր խմբակցությանը, պատիվ ունեմ կամ մյուս ընդդիմադիր ուժին, որովհետեւ քննադատությունն է միայն հնարավորություն տալու որ առողջ լուծումներ գտնել կամ փնտրել գոնե այդպիսի լուծումներ։ Դա կարծում բոլորը համաձայն են։ Բայց քննադատություն չի, ասենք սրիկայական կեղծիք է, հա, ասել որ օրինակ Հայաստան Դաշնքի падգամավորները աջակցում են Նիկոլին կամ պահում են Նիկոլին, հա, կամ չգիտեմ, ակնհայտ փաստ է որ եթե իմպիչմենթը ռեալ պատկեր ստանա դուք առաջին շարքերում եք լինելու, ասել որ այս մարդիկ դեմ են իմպիչմենտին, հա, կամ ասել որ Հայաստանում կա 2 հոգի ով դեմ է Փաշինյանի հեռացմանը Քոչարյանը։ Դե դրա մասին խոսում ենք, այդ եմ ասում, առաջ խոսել ես դրա հիմա մարդիկ տեսնում են որ սա անընդունելի վարքագիծ է, հա, եթե հասկանում են իրերի դրությունը։ Մարդիկ տեսնում որ այդ ամեն ինչը հովանավորվում է Սերժ Սարգսյանի կողմից։ Ակնհայտ է, չէ՞։ Հովանավորել ասում փողի մասին չեմ խոսում։ Ակնկալիքը որ այնուամենայնիվ դուք բաց ու թափանցիկ չեք խոսում Սերժ Սարգսյանի մասին։ Մենք բաց եւ թափանցիկ խոսում ենք նրա մասին, ինչի մասին անհրաժեշտ ենք համարում եւ տեսնում ենք նաեւ թե որտեղ պետք է ուղղել ի վերջո մեր ուժերը ու նաեւ հասկանում ենք իրավիճակը ու այն գնահատակը པարզ գնահատականից ենք ելնում որ ի վերջո որևէ ուժ, որևէ անհատ այս իրավիճակը միայնակ հաղթարել չի կարողանա եւ ուզենք թե չուզենք, վաղ թե ուշ ինչ որ համագործակցություն, որ ասում եմ գաղտնի պայմանավորվել իրար, այդ դրա մասին չի, բայց ինչ որ համագործակցություն, որը ենթադրում է հիմա բոլոր կամուրջները չարել, լինելու է բոլոր ուժերի միջև, ովքեր գտնվում են ընդդիմադիր դաշտում, այս իրավիճակը հաղթարելու համար։ Սա բոլոր adekvat ուժերի գնահատականն է, adekvat անձանց, adekvat առաջնորդների։ Ու սա, այսինքն ինչ որ բանել չեմ հայտնագործում, իրավիճակն է այդպեսին թելադրում Եթե մենք հայտնվել ենք այն իրավիճակում, որ Դաշնակցությունը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ է օրինակ պատերազմի ընթացքում հանդիպել կամ չգիտեմ կոչ անում, ասենք նախագահներին միավորվել եւ իրավիճակից լուծումներ գտնել, ուրեմն իրավիճակը այդքան լրջություն ունի։ Հիմա այստեղ հարց է, դու քո ունեցած X ռեսուրսները առանց այդ էլ բավական սահմանափակ։ Ուր ես ուղում։ Ինչի վրա ես ուղում եւ ծախսում։ Մանավանդ երբ որ հարվածներ ես ստանում Այո, եթե ասում եք, որ հարվածներ ենք ստանում տարբեր կողմերից, այդ թվում նաև ընդդիմադիր ուժերից, ընդդիմադիր կոնկրետ ուժերից, նաև մյուս խմբակցությունից, դա փաստ է հիմա առնվազն այս պայծրությամբ։ Լավ, բայց մենք ունենք սահմանափակ թվով ուժեր ու ունենք նպատակ։ Եթե որևէ այլ ընդդիմադիր ուժի նպատակը կարող է լինել, չգիտեմ, գալ օրինակ Հայաստան խմբակցության տեղը զբաղեցնել այսպես ձևավեկ կերպեմ կամ չգիտեմ հաջորդ ընտրություններին ավելի լավ արդյունքներ գրանցել, լավ դա էլ կարող է նպատակ լինել, բայց մեր առաջնային թիրախը այս իշխանություններին փոխելը ու նոր իշխանություն ձևավորելն է։ Հիմա ըստ թիրախների է աշխատում ամեն մեկը։ Դրա համար այո, զարմանալի կարող է չլինել, որ այն մի ուժ է, որը ունի հիմա ավելի փոքր ներկայացվածություն, կարող է կենտրոնացած լինել ավելի մեծ ներկայացվածություն ունեցող ուժի վրա, իր քաղաքական հաշվարկները այդպես է ինքը գծել։ Բայց այն մյուս ուժը, որը ունի այլ նպատակ, այսինքն առաջնային նպատակը իշխանությունն է, ում վրա պիտի է թիրախը։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանին համարում եք պատճառ թե հետևանք։ Հետևանք միանշանակ, բայց ես կարծում եմ հետևանք ասելով մենք տարբեր բաներ նկատի ունենք։ Դուք ինչ նկատի ունեք։ Ես նկատի ունեմ, որ մենք այս խորագույն ճգնաժամը բոլոր ոլորտներում չէր կարող ուղղակի լինել մի բացատրելի լինել մի քայլով, մի գործողությունով, սա ի վերջո պատկերն է եւ արտացոլանքն է այն
պետության ու այն կարգերի, որ մենք 30 տարիներ շարունակ կառուցել ենք, բայց այստեղ Շատ լավ։ շատ նուրբ դաշտ ենք գնում հիմա։ Մենք չպիտի հանկարծ այստեղ հասնենք նրան, որ էլի են մի հատ խումբ կա, չէ՞, մարդկանց դե նախկիններն են մեղավոր։ Այդ չի։ Խոսքը նախկիններ մեղավոր լինելու մասին չի։ Իհարկե նախկինները որ մեղավոր են, այդ որ կարծում փաստ է։ Բայց գիտեք, խոսքը ոչ թե անհատների մասին է, ասենք չգիտեմ, կոնկրետ Սերժ Սարգսյանն է մեղավոր, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, այլ այն մթնոլորտը, որ իրենց իշխանության տարիներին ձևավորվել է։ Շատ լավ, ես Եվ այդ մթնոլորտը ունեցել է առանցքային դեմքեր, դա կան արդեն անհատական։ Շատ լավ, ես այսպես Առանց կարող եմ անուններ այդ տալու։ հարցին Հիմա ինչի եմ պատասխանել։ ասում, երբ որ դուք ասում եք մենք ունենք գլխավոր խնդիր փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, Այո։ հա։ Հիմա դու իմ կարծիքով տրամաբանող քաղաքացին ասում է, օքեյ, շատ լավ, մենք ձեզ գիտենք, դուք գաղափարական կուսակցություն եք, ունեք սխալներ, այդ սխալների համար քննադատվում եք, բայց ոնց կարող է գաղափարական կուսակցությունը գնա փորձի կամ հույս ունենա վերացնելու հետևանքը, ասենք առնվազն պատճառներից մի քանիսի հետ։ Շատ լավ, եկեք ուրեմն այսպես Համագործակցաբար, ասենք պատճառների հետ համագործակցաբար վերացնել հետևանքը։ Եկեք այսպես պատասխանեմ ուրեմն այդ հարցին առնվազն այս պահին։ Եթե ես նախ ռադիկալ պատասխանատվության կողմնակից եմ, միշտ եմ եղել, ինձ համար այս անընդունելի է, որ մոտեցումը, որ Հայաստանում ամեն ինչ կատարյալ էր, բոլորը շրջաններում, բոլոր կառավարման տարիներին ամեն ինչ լավ է եղել, մենք հիմա աղետի մեջ ենք։ Ու երբ որ այս քննարկումը ծավալվում է, ինքնապաշտպանական ռեակցիա է առաջանում տարբեր շրջաններ ներկայացնող թիմերի մոտ, թվում է թե ինչ որ այլ դիրքերից ես ոչինչ մեղավոր չեմ, դուք եք միայն մեղավոր քննադատում ես, չէ։ Ես որպես նաև Դաշնակցության ներկայացուցիչ, ով այս 30 տարիների պատմության մաս է, ամեն շրջանում տարբեր պատասխանատվությամբ չափով, մի շրջանում նստած է եղել, մի շրջանում ամբողջությամբ համագործակցել է, մի շրջանում հիմնական մասը չի համագործակցել, բայց պետության մաս է, պետության պատմության մաս է, նաև մենք այդ թվում բնականաբար եղել են սխալներ, ձախողումներ, խոշոր հաշվով մենք չենք կարողացել սարքել մեր մարտահրավերներին համապատասխան պետություն։ Դրան կարող ենք շատ բան անել։ Հիմա ոնց ենք պատրաստվում սա հաղթահարել։ Լավ, ես կարող եմ իմ համար ամենանախընտրելի տարբերակը կլիներ, եթե ես միայն Դաշնակցությունով այս բանը հաղթահարեի։ Ամենանախընտրելի տարբերակը դա կլիներ, որովհետև դա արդեն կա, բոլորը համախոհներ են, բոլոր հիմնական հարցերի շուրջ պայմանավորվել ենք։ Բայց ճգնաժամի մեծությունն է ստիպում գնալ փողզիջումների ու գնալ նրա մենք այս խոսակցությունը նաև խմբակցությունով ենք ունեցել, որ ի վերջո հարցը հետևյալն է, միայնակ անգամ խմբակցությունը կարող է ճգնաժամը հաղթահարել։ Եթե այո, այդտեղ էլ քննարկելու հարց չկա։ Պետք է վերցնել քո ուժերը, ավելի մոտ իրար հետ գաղափարներով մարդկանց եւ գնալ այդ ճգնաժամը հաղթահարել։ Բայց գնահատականը այն է, որ միայնակ որևէ ուժ չի կարող հաղթահարել։ Դա մեն այստեղ գալիս են կոմպրոմիսները, ու այդ կոմպրոմիսները երբեմն հասնում են նրան, որ դու եւ հեղափոխության պահապանները մի ցույցի ես մասնակցում Սասնածռերի հետ։ Հիմա սա է հարցը։ Արդյոք այդ բոլորը ում հետ նույն ցույցերի ես մասնակցում կամ աջակցում ես, կիսում ես գաղափարները։ Ոչ, չես կիսում։ Պարզապես հասկանում ես, որ միայնակ չես կարող։ Էսա ամբողջ ելակետը։ Լավ, այստեղ ուրիշ ճգնաժամի խորությունը պատկերացրեցիք։ Հիմա կներեք, որ հարցը անպատասխան չթողեմ։ Լավ, ինչպես կարող ենք ուրեմն միևնույն ժամանակ քաղաքացիներին փոխանցել են ուղերձը, որ հասկանում ենք, որ նախորդ 30 տարիներին եղել են թերացումներ, ուղղակի այստեղ կարևոր է որ պետական դավաճանությունը ու վատ կառավարումը իրար չխառնենք, բայց եղել որոնք պիտի չկրկնվեն։ Ուղիղ ասելով դրանց մասին, որ այն բարքերի, այն արատավոր երևույթները, որոնք եղել են, որոնք ի վերջո բերել են ձեր մոտ անարդարության զգացման, ի վերջո փողոց են հանել պարբերաբար, բնականաբար հասկանում ենք, որ եթե մենք կրկնենք, իշխանություն փոխենք, կրկնենք դա, բերելու ենք նույն իրավիճակին։ Ու այստեղ հիմա այս ֆորմատը չգիտեմ ինչքան թույլ կտա խորանալ, բայց այո, նաև ոլորտներով պիտի խորանալ, հասկանալ, որ այդ արատավոր բարքեր sense ընդհանուր ասում ենք դա որն է, դա ինչ է այդ որ քաղաքացիների մոտ այդ անարդարության զգացումը բերեց։ Այսինքն այստեղ խնդիր չկա, որ սուրբ ենք եղել նախկինում բոլորս, այս Չար Նիկոլ եկավ մեզ։ Չէ, գիտեք, ես լիովին համաձայն եմ ինչու գասցիկ, որ որևէ ուժ այս բան չի կարող միայնակ անանել ճգնաժամի խորությունը մեծությունը շատ է եւ ճգնաժամը ինչ որ փուլի նաեւ անհաղթահարելի կարող է թվալ, անկեղծ եմ ասում, բայց այդտեղ ուրիշ բան կա։ Համաձայն եմ նաեւ ձեզ այդ բանի մասով, այդ վատ բարքերի մասով, հա։ Բայց իսկ թվում է վատ բարքեր, երբ որ դուք ասում եք,
դուք ձեր մոտ ունեք ինչ-որ պատկերներ, ես լրիվ ուրիշ պատկերներ ունեմ, ինչու որտեղ երբ որ խոսում ենք Վատ Բարքերի մասին, մարդիկ ասենք հաճախ տալիս են անուններ, չէ՞, Արաքել Մովսիսյան, չգիտեմ, Սուրիկ Խաչատրյան, այս մարդիկ չեն գալու, կառավարմանը չեն մասնակցի, իսկ կներեք, այդ Վատ Բարքերը ում օրոք ա եղել, այսինքն այդ Վատ Բարքերը ունեցել է գլխավոր դերակատար։ Եվ երբ որ դուք գլխավոր դերակատարի հետ ճակատ կազմած ժողովրդին ասում եք եկեք փոխենք, ժողովուրդը ոնց որ չի հավատալու այդ փոփոխություններին։ Այսինքն ժողովուրդը կարող է լավ մի դեպքում հավատալ, եթե օրինակ հնչեն քաղաքական գնահատականներ։ Եվ նույն ժամանակ օրինակ արվեն միասնական հայտարարություն, ժողովուրդ ջան, մենք ընդունում ենք մեր սխալը։ Այդ սխալները եղել են, այդ սխալները ոչ միայն չեն կրկնվելու, այդ սխալների գլխավերևում կանգնած մարդիկ չեն կարող իշխանության մաս կազմել։ Այո, իրենք կարող են մասնակցել։ Դուք օրինակ ասեք հեղափոխության պահապանների մաս անունը հիշեցրեցիք, իմ համար շատ մերժելի խումբ, հա, բայց ես էլ իրենց այդ նույն հանրահավաքին մասնակցել եմ սրբազան պայքարի ժամանակ, բայց մի բան է մարդկանց հետ մասնակցել հանրահավաքի, որտեղ հանրահավաքի մասնակցելով հաստատ վստահ է, որ այդ մարդիկ իշխանության չեն գալ, ուղղակի համարել են, եկել են հանրահավաքի։ Այլ բան է, որ հարթակ կա ինչ որ դեմքերով։ Շատ լավ, եկեք ուրեմն այսպես այս հարցին էլի փորձեմ հնարավորինս ուղիղ պատասխանել։ Նախ այս ինչ որ ասում եք, բնականաբար քաղաքացիների հետ շփվելով տարբեր տեղերից այդ սխալների գիտակցում, անգամ տենց բարերով այս ներողություն խնդրել եւ այլն ստանում ենք մենք։ Ես այսպես կարող եմ ասել, մենք ունենք այն քաղաքական դաշտը, որ ունենք։ Դա շատ հեռու է կարծում եմ շատերի երազանքների քաղաքական դաշտից ամեն առումով։ Արդյոք որևէ ես օրինակ չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, այս ընթացքում չեմ հասկացել, բոլոր իմ են նաև գործընկերներին, ովքեր գնում են ինչ-որ տաղավարներ եւ ասում են, թե այլ քաղաքական ուժը ինչ պիտի անի կամ ինչ պիտի չանի։ Եթե իրենք քաղաքական ուժ են ներկայացնում։ Ես դա չեմ հասկանում։ Չեմ հասկանում ինչպես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, այսինքն պիտի կարողանա սահմանափակել կամ եթե դու գիտես ինչ է պետք անել, վերցրու եւ արա, ինչն է, ոնց կարող ես պահանջներ ունենալ այլ քաղաքական ուժից։ Հիմա այդ պայմաններում ունենք այս քաղաքական դաշտը, ելնակետը այն է, որ ուժերը բավարար չեն միայնակ հաղթահարելու համար։ Մնացածը արդեն դրա համար նաև տարբեր գնահատականներն են պատճառը, որ ունենք այս կոնֆիգուրացիան, այսինքն կամ այս դաշինքներն են, կամ դաշինքները, որոնք կարային լինեին հավանական չեն, որովհետև կա մոտեցումների տարբերություն, եւ հիմա էլ այս քաղաքական դաշտում ինչ որ տեսնում ենք, այս արդեն հրապարակային առճակատումը նաև ակնհայտ ցույց է տալիս մոտեցումների տարբերությունը, նաև երբ որ մոտեցումներն էլ կարող են նույնն լինել գործելավոճի տարբերությունը։ Հիմա այստեղ ուզում ասեմ պատահական չի որ այդպես եղել, նա գնահատականների արդյունքում է, ինչ ճանապարհ իրար հետ կարող ենք անցնել եւ որքան կարող է համագործակցությունը լինել։ Հիմա այստեղ այնքան հրապարակային է ամեն ինչ, որ իսկապես քաղաքացին կարող է, եթե հետևում է, կարող է իր համար բարձր դիրքորոշում ունենալ։ Մենք էլ բնականաբար այդ դիրքորոշումների ու տեսակետների հետ հաշվի ենք նստում հետագա քայլերը պլանավորելուց, ում հետ ինչքան կարող ենք համագործակցել, եթե մարդը այսպիսի իրավիճակում, երբ որ չունի իշխանություն, ուժը չունի իշխանություն եւ ինչ որ տարաձայնություն է եղել, այսպիսի մոտեցում է ունենում, բա որ հանկարծ իշխանություն լինի եւ ունենա մի քիչ ավելի ազդակներ, ինչ կարող է լինել։ Բնականաբար էս ամեն ինչը հաշվի ես առնում, տեսնում ես, հիմա շատ բան կարող է չարտահայտվել, որտեղ էլի եմ կրկնում, ունես առաջնային թիրախ եւ ռեսուրսներդ բան ես անում, որոշում ես որտեղ կենտրոնացնել, բայց բնականաբար հաշվի ես առնում եւ ամեն գործողություն ի վերջո պատասխան է տալիս իրար հետ ինչքան ճանապարհ կարող ենք անցնել եւ կարող ենք անցնել թե չէ։ Ինչ վերաբերում է գնահատականներին, այսինքն հանրությանը ավելի ուղիղ ասել, ես կարծում եմ մենք դա ընտրության քարոզարշավի ընթացքում էլ ենք ունեցել, դիմադրության շարժման ընթացքում էլ դրան փորձում էինք հնարավորինս ուշադրություն դարձնել, այսինքն մարդկանց խոսել եւ ազդակ փոխանցել, որ այն ինչ որ հասկանում ենք, որ սխալներ եղել են, դրանք չեն կրկնվելու։ Հիմա եթե հասկանում ենք, որ ավելի առաջ է պետք գնալ այդ դաշտում, այո, պետք է գնալ։ Մենք այլ հասարակություն չենք ունենալու առաջիկա 50 տարում։ Պետք է հաշվի նստենք այն իրավիճակի հետ, ինչ որ հիմա ունենք, եւ բնականաբար պիտի լսենք մարդիկ մեզնից ինչ են ուզում լսել։ Դա չի նշանակում լսենք ինչ են ուզում լսել, պոպուլիստների պես կրկնենք, բայց հասկանանք դրա օբյեկտիվ հիմքերը եւ եթե գիտեք, այս իրավիճակը հաղթարելու շեմին մի քիչ ավելի ինքնահայացողություն է պետք, բնականաբար այդ ճանապարհով պետք է գնալ։ Այստեղ նաեւ խոսելով երբ խոսեցինք ճգնաժամի խորության մասին, իրականում այդտեղ մենք համաձայն ենք իրար հետ եւ կարծում շատերն մեծ հետ համաձայն։ Երբ մենք խոսում ենք ճգնաժամի խորության մասին, հաճախ լսում եմ ձեր ելույթները, խորհրդարանում ձեր խմբակցության ելույթները, որտեղ խոսում է պետության լինել չլինելու մասին, պետականությանը սպառնացող վտանգների մասին, չէ։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ահա այս ուժը, որ
այս կարգի ծանր վիճակի մասին է խոսում, ինքը գործընթացների մեջ կարող է մտնել միայն այնպիսի տեխնացիով, որի անունը որ տալիս ես, առնվազն ինչ որ շրջանակների մոտ հասկանալի է դառնում, որ այս խորությամբ ճգնաժամը կարելի է այս մարդու հետ հաղթահարել։ Եվ շատերի համար, այո, շատերի համար զարմանալի էր, որ դուք համաձայնվում եք, հայտարարում եք, որ դուք համաձայն եք ցանկացած տեխնացուի, ով կունենա 8 ստորագրություն։ Ու հիմա բնական է ձեր հայտարարության հետևում եք, չնայած առաջադրված տեխնացուն չունի ձեր դրված պահանջը 8 ստորագրությունը, բայց այնուամենայնիվ դուք ասել եք կողմ եք այդ տեխնացուին։ Հիմա լավ, դուք արդյոք լուրջ պատկերացնում եք, որ այդ ճգնաժամի մեջ մենք որ գտնվում ենք, այդ ճգնաժամը հաղթահարելու է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարը։ Դու կտենց համոզվածություն ունեք, որ այ մենք այնց ճգնաժամի մեջ ենք գտնվում, որ Մասիսի համայնքապետը կարող է լուծել։ Եթե մենք այդպիսի համոզվածություն ունենք, Հայաստան խմբակցությունը կառաջադրեր։ Մենք ունենք այն պատկերացնում, որ այո, նախ կարող է մեկ-մեկ քննադատում ենք դրա համար, մի քիչ շատ պատասխանատու ենք մոտենում, այսինքն մտածում ենք, որ ամեն հայտարարություն նախորդի շարունակությունը պիտի լինի, չի կարող մեկը մյուսին հակասել։ Դա տրամաբանական քաղաքական ուժի վարքագիծ է։ Եվ եթե մի process-ի մեջ ենք մտնում, դա պատասխանատվություն ենք ստանձնում, ուրեմն պետք է ելքերը հավանական հաշվի առնենք եւ հետևանքները։ Այդպես է մոտեցումը։ Եվ այո, այս իրավիճակում կարծում ենք, որ մեր դեպքում, եթե պիտի մեկին ֆիքսենք, մեր տեխնացու առաջադրենք որպես իրավիճակը հաղթահարող, դա պիտի այլ մարդկանց, բացի մեր 28 հոգուց այլ մարդկանց մոտ էլ տպավորություն առաջացնի, որ կարող է այդպիսի ուղերձ պիտի փոխանցենք։ Թե չէ, շատ լավ փորձ ունեցող պատգամավորներ էլ ունենք։ Սա մեր մոտեցումն է, բայց մենք Հայաստան խմբակցություն ենք։ Ինչու է, եթե հարց այն է, լավ, եթե այդ դեպքում ինչու եք 28-ը հայտարարել, որ պատրաստ եք տրամադրել եւ ցանկացած տեխնացուի, որտեվ այստեղ որտեվ Դավիթին ես հարգանքով եմ վերաբերում, բայց դրանից առաջ փորձանք կար Էդմոն Մարուկյանը, այսինքն նույն սկզբունքով, եթե ինքը ունենար 8 ստորագրություն, դուք պիտի իրան միանայիք։ Նայեք, հիմա խոշոր հաշվով ըստ հայտարարության այո, բայց ես այոն ասեմ ու բացատրեմ։ Ինչա մեր մոտեցումը։ Այստեղ էլ գալիս է այն, որ մենք չենք կարողանում, օրինակ, երբեք խմբակցության մոտ չի եղել այնպիսի քննարկում, որի արդյունքում ասենք, այ մեր դիրքորոշումը սա է ու միայն սա է ճիշտ տարբերակը։ Ուրիշ բացի այս մոտեցումից այլ ճիշտ տարբերակ չկա։ Ով այս տարբերակին կողմ չի, նա Նիկոլի հետ է։ Չի եղել մեր մոտ, այդ պատկերացումը անկեղծ չկա ու քննարկումներում էլ չի արտահայտվում։ Մենք ասում ենք, այսպես ենք պատկերացնում, կամ այսպես հիմա չենք պատկերացնում։ Բայց ընդունում ենք, որ այլ որևէ ուժ, հատկապես երբ քաղաքական ուժը 30 տարի դերակատարություն է ունեցել պետության պատմության մեջ եւ պատասխանատվություն է ստանձնում, կարող է ունենալ այլ պատկերացում, այլ պայմանավորվածություն, այլ հաշվարկ, այստեղ որ ասում եմ, ինչ որ վատ բան չեմ ասում։ Հիմա ենթադրվում է, որ եթե տեխնացու ես առաջադրում իմպիչմենտի համար, կարող ես ունենալ այլ օրինակ տեղեկություններ, որ ՔՊ-ից մարդիկ կարող են միանալ եւ այդ դեպքում հոմեկ չենք դառնալու այն խանգարող հանգամանքը, որ պիտի խանգարի այդ ընթացքին։ Այստեղ մոտեցումը, այսինքն հետեւյալն է, դու ունես գործիք, որը նաեւ միայն քոնը չէ, այն առումով, որ չես կարող խոչընդոտել ընդդիմադիր շարժումներին, չես կարող խոչընդոտել ընդդիմադիր գործընթացներին, դու կարող ես այդ բանին չպատկերացնել, որ դա կաշխատի, բայց եթե կա մի թիմ, ընդդիմադիր թիմ, ով պատասխանատվությունը ստանձնում է, ասում է, որ կաշխատի, քո գործիքը խոշոր հաշվով պարտավոր ես տրամադրել։ Այս մոտեցումն է այդ 28-ի, որ 28-ը գդա գործիք է իշխանափոխության համար, մենք պատրաստ ենք տրամադրել, եթե մնացած անհրաժեշտ պայմանները կան։ Այս է։ Իսկ դրա համար էինք մենք այդ հայտարարության մեջ նաև շեշտել, որ քաղաքական պատասխանատվության հարց կա։ Ուրախ ենք, որ մեր խորհրդանական նույնիսկ խմբակցությունը այդ պատասխանատվությունը ստանձնել է, այսինքն ինքն է ասում, որ պատկերացնում եմ ես Դավիթ Համբարձումյան։ Ես Դավիթ Համբարձումյանի մասին իրոք իսկապես ես էլ վատ բան չեմ կարող ասել։ Ինչ լսել եմ, դրական բան եմ լսել, վատ բան առանձնապես չեմ լսել, բայց իսկապես այդտեղ այդ թիմն է, որ պատկերացրել է, որ իրենով այս ճգնաժամը կարելի է հաղթահարել։ Մենք էլ ասում ենք, մեր 28 ձայնը ոնց որ հայտարարել ենք, պատրաստ ենք, կարող ենք տալ, բայց այդ 28 ձայնը կարծում ենք ձեզ պետք է գործընթացի համար, ոչ թե այլ բանի համար։ Այս է մոտեցումը։ Այլ բանը ո՞րն է։ Այլ բանը մենք էլ այստեղ բանի իրականում այս իմպիչմենտի գործընթացը կարծում եմ Հայաստան խմբակցության դեպքում բոլոր հայտարարությունները ինչ մեկնաբանություն կար այս մասով արդեն արել ենք ու հավելյալ մեկնաբանությունները գիտեք ինչ տպավորություն է ստացվում ժողովրդի մոտ եւ
ես էլ եմ ոնց որ ժողովրդի մասը, որ դուք ընդդիմությամբ մեծ իմաստով ընդդիմությամբ ձեզ համարում եք ժողովրդից անջատ, այսպես իրար հետ լավ հարաբերություններ ունեցող, նախքին ինչ-որ կապեր ունեցող մարդ, որ վատամարդ դուրս չգանք իրար, որովհետև վաղը միսօր էլի ոսկով այսինքն այս զգացողությունը կա անկեղծ, որովհետև անընդհատ չի ասվում բաներ, որոնք պետք է ասվեն։ Չէ, եթե ես հիմա չեմ ասում այն ձևակերպումներով ձեր ուզածը, որը Իմ ուզածի մասին չի խոսք։ Հիմա դուք բան եք ասում, որ կիսատ է մնում։ Չէ, ինչ-որ փակագծեր չեք բացում։ ես դրա որովհետև ելնում եմ այն տեղեկությունից, որը որ ունեմ, եւ այն իրավիճակի գնահատականից, որը որ ունեմ։ Եթե դուք հիմա ինձ հարցնեք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում, ես այդ եմ ուզում ասեմ, չեմ այն չի խնդիրը, որ կաշկանդում ունեմ որևէ իմ ընդդիմադիր գործընկերից։ Ես ուղղակի ելնում եմ իրավիճակի գնահատականից։ Ես հիմա չեմ Փաշինյանի կառավարումը թողած կենտրոնանա նրա հետ, որ 2008-ին իրանք իրար հետ են եղել, ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանն է հանդիսացել հարթակը, որը Փաշինյանը եկել է քաղաքականություն, որովհետև հասկանում եմ, որ ինչ որ պահ կա, հիմա է այդ պահը, որտեղ այդ ուժն էլ է դերակատար լինելու եւ դա նպաստելու է այս իրավիճակի հաղթարմանը, դա չի փոխում իմ վերաբերմունքը այդ ուժի գործունեության գնահատականի։ Այն չի հայկական հարաբերությունների իմաստով Փաշինյան մի փոքր չեք խնայում։ Չէ՞ որ նա Էրդողանի հետ առաջին ճակատում է արտաքին քաղաքական Որովհետև ելի եմ ասում, մենք պիտի կամ մոտեցումը հետեւյալն է, որ դե Փաշինյանը հիմա ոչ մի առանձնահատուկ բան չկա, այդ 4 ղեկավար են ունեցել երկրի, բոլորն էլ սխալներ ունեցել են, հիմա ավելի մոտեցնենք նրանցից մեկի հետ, կամ իմ մոտեցումը հետեւյալն է։ Նախկին 3 ղեկավարներից ամեն մեկի նկատմամբ առանձին ես ունեմ իմ վերաբերմունքը եւ գնահատականները, բայց Փաշինյանին նույնականացնել նախորդ 3-ից որևէ մեկի հետ ես չեմ կարող, դա կարծեմ սխալ է։ Ինձ ինչն է զարմացնում, որ երբեմն ոչ շատ հաճախ այս քաղաքական process-ներից դուրս մարդիկ, լրագրողներ անգամ Թուրքիայի խորհրդարանի մեկ նախկին падգամավոր ավելի լավ են պատկերացնում իրավիճակը դասավորվածության իմաստով Հայաստանի քաղաքական դաշտի, քան դուք, ասեմ ինչու։ Որտեվ եթե հիշում եք տարիներ առաջ Կարո Փալյանը այստեղ էր, հանդիպեց Տեր-Պետրոսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ եւ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չհանդիպեց Ռոբերտ Քոչարյանը, կարծում ձեր հետ էլ դաշնակցության հետ էլ չի հանդիպել։ Դժվար էր այդ հանդիպումը։ Եվ Կարո Փալյանը արեց հետեւյալ հայտարարությունը, կոչ անելով այս 3 մարդկանց միավորվել, ասելով, որ դուք գաղափարական մոտ եք գտնվում, դուք կարող եք միասնական հաղթահարել։ Իսկ այդ ոնց է Կարո Փալյանը տեսնում է, որ այս մարդիկ մոտ են, իսկ դուք չեք տեսնում։ Ես չեմ մոտի ու չմոտի գաղափարապես մոտ լինել։ Ես ասում չեմ նույնացնում եւ դա իմ համոզումն է։ Դե նույնացնել է հիմա Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն էլ նույն չէ, Չէ, մեկը բանա կենսաբանորեն կարծում հասկացաք ինչ է, կենսաբանական նույնը լինելու մասին չէ։ Գործողությունների հետևանքների եւ նույն քաղաքական գնահատականների։ Բայց չէ, սրիկա Կարո Փալյանը այս մարդկանց քաղաքական գնահատական հիմա դուք ինձ ասում եք ինչի դու եւ Կարո Փալյանը ունեք տարբեր տեսակետներ։ Մենակ այդ հարցում չի շատ ունենք, Կարո Փալյանի հետ կարելի է Չէ, ասում չի է նույնացնում։ Որովհետեւ չգիտեմ ինչի է նույնացնում, Կարո Փալյանին կարող եք հարցնել, ես չեմ նույնացնում։ Համաձայն չեմ այդ նույնացնելու հետ, համաձայն չեմ նույն քաղաքական գնահատական տալու հետ, դա իմ համոզումն է, ելի եմ կրկնում։ Դուք կարող եք պատկերացում ունենալ, թե դաշնակցականը ինչ վերաբերմունք կարող է ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ես անդադ իրեն եմ բերում, որովհետեւ գրեթե առնել է նույն քայլերը։ Որովհետեւ անշարժ է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ, որովհետեւ արել է գրեթե նույն քայլերը։ Փակել է անգամ իմ կուսակցությունը, որը ես ներկայացնում եմ, բայց անգամ իր եւ Փաշինյանի գնահատականները ինձ մոտ նույնը չեն։ Էլի չեմ էլ ուզում հիմա գնալ թե տարբերությունը որն է, որտեղ կստացվի մել սկսեմ գովել, բայց դա է իմ գնահատականը։ Ես դուք տարբերությունը որն է։ Տեր-Պետրոսյանը փակել է ձեզ, Նիկոլը չի փակում։ Պարոն Փաշինյան, խնդրում եմ ոչնչացնեք այդ տարբերությունը։ Դուք ունեք տարբեր գնահատական եւ մոտեցում։ Կարող եք, որ նախկին ղեկավարներից ոմանք լրիվ նույնն են, մի բան էլ ավել են, կարող է։ Ոչ մեկ լրիվ նույնը չի կարող լինել մյուսի հետ։ Քաղաքական կենսաբանորեն չէ։ Քաղաքականապես էլ։ Այո։ Հիմա ունեք շատ լավ, բայց պարտադիր չի, չէ՞, ես ու դուք ունենանք նույն տեսակետները։ Ես չունեի, այսինքն Կարո Փալյանը ունի։ Դա քիռ դրսից տեսնում է այդ մարդը, դուք չեք տեսնում։ Դե Կարո Փալյանը շատ հետաքրքիր է, որ այսինքն պահանջի ինձնից որն է, որ Կարո Փալյանի հետ ունենամ նույն գնահատականները, մի քիչ զարմանալի է։ Հիմա ասացի այդ
գնահատականների եւ ելակետի մասով, բայց հարցը որտեղ էր, հա, հարցը այն էր, որ impeachment-ի գործընթացին էինք ասել։ Այն հայտարարությունները, որ արել ենք խմբակցության։ Դուք ասիք որ ավելացնում Այդ խմբակցության հայտարարություններն են ընդհանրապես մեր գնահատականը այս գործընթացին այն է, որ կարծես նաև արհեստական օրակարգ ստեղծվի, որն հարցերին, որոնք հիմա այս իրավիճակում վերադառնան։ Ո՞վ է ստեղծում այդ օրակարգը տարեստական։ Impeachment-ի նախաձեռնողները։ Այդ երկու հոգի։ Հիմա հա անունները պիտի տամ անպայմանելի բան Ասում եմ երկու հոգի։ Չէ, իրեն քաղաքական ուժը, որը բան է արել։ Ես ուղղակի չգիտեմ Մեր խորհրդարանական մյուս գործընկերները պատիվ ունեմ։ Ուրեմն մեր կրոնում բանկա չարքի անունը չեն տալիս, որ իրականությունը չդառնա ոնց որ դուք էլ նույն սկզբունքով չեք ուզում հարաբերականի անունը տալ։ Դուք արդեն ինչ որ ինձ տանում եք այն դաշտ, որ ինչ որ կաշկանդումներ կան եւ այլն, ես ասում եմ իմ ելակետը որն է եւ ասում եմ, որ եթե ձեր մոտեցումը այն է, որ կա նախկին ղեկավարներ թիմ, որը Փաշինյանի հետ լրիվ նույնական է գործողությունը։ Ընդհանրապես ես նման մոտեցում չունեմ։ Գիտեք, ինչու, որովհետեւ այնուամենայնիվ, որքան էլ մենք քննադատաբար վերաբերվենք երրորդ նախագահային կամ երկրորդ նախագահային կամ առաջին նախագահային, իրանք պետության կայացման գործում դերակատարում են ունեցել, այսինքն դա չեք կարող չֆիքսել, այսինքն դա չֆիքսել, դա նշանակում է կուրորեն ատել այդ մարդկանց, ինչը քաղաքականության մեջ 0 էֆեկտիվություն ունի, դրա մասին չի խոսքը։ Իսկ մյուսը իմ ասած է գաղափարական, իմ խնդիրը գուցե դուք բարոյական գաղափարական նույնականության մասին է։ Ի վերջո ես հիշում եմ, որ դաշնակցությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով պայքարում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Այո, կոալիցիայից դրա համար դուրս եկավ եւ դրա համար այդ մենակ վկայման նրա մասին, որ մենք հետեւողական ենք, այսինքն խնդիրը Սերժ Սարգսյանը չէր կամ չնայած էլի գործընթացները նույն իրավիճակում չենք եւ տարբեր գործընթացների հետ գործ ունենք, այն ժամանակ իսկապես այսինքն խոսքը կարգավորման մասին էր, բայց նախապայմանները մեզ ժամանակ ճիշտ եք ասում, Արարատի լոգոն արդեն հանել էին ՀՖՖ-ի հաղթապետություն ունենք այդ որ ասում եք, այդ իմ կուսակցությունն է դրան բան արձագանքել էլի, հիմա ինձ պետք չի դա բան անել, տենց շփոթել որ տեսեք ես ինչ բաներ են արել, դրա համար դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից, հայտարարել է փողոցային շարժումը կազմակերպել, Գյուլը երբ որ եկել է այստեղ ցույց է արել, քաշքշվել է, տարեն նստած բան են արելի, բաժիններում են հայտնվել, ուղղակի ասում եմ, որ եթե այն ժամանակ մենք ունենք ապահովական բարձիկներ ու մանևրելու տեղեր ու կարող էինք, այսինքն դիվանագիտական ճկունությունը այդ թույլ տալ առանց անվտանգային ճգնաժամ ստեղծելու։ Հիմա այդ չունենք եւ գումարած Նիկոլ Փաշինյանի գործողությունները նախընթաց հիմք են տալիս պնդում անելու, որ սա ոչ թե բանակցային գործընթաց է, դիվանագիտական ճկունություն է, այլ միակողմանի հանձնում է։ Հիմա տեսեք, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց այստեղ գալիս է մի այլ հարց։ Մենք վստահ, ես օրինակ գոնե վստահ եմ, չգիտեմ դուք թե վստահ եք թե ոչ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ պահի երբ որ զգա, որ իշխանություն է կորցնում, կարող է խնդրել ադրբեջանցիներին, ասենք պատերազմ սկսել կամ ինքը հրահարի պատերազմ։ Ես սա իմ համար ռեալիստական սցենար է։ Բայց այս պարագայում ընդդիմության գործողությունները բավական սահմանափակվում են։ Եթե ընդդիմությունը իրականում սա իր համար լուրջ մտահոգություն է համարում եւ կարող է նման դեպքում пассивացնել իր գործողությունները, դա ստացվում է Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում իրավիճակից ելք ունի։ Հրավիրել թուրքական զորքեր, ադրբեջանական զորքեր կհարձակվեն Հայաստանի տարածքի վրա, ընդդիմությունը դաշնակցությունը կկազմի ջոկատներ, կգնա Ադրբեջանի դեմ կռվելու։ Դուք եկեք այսպես պատասխանեմ այդ հարցին։ Եթե խոսում եք նա մասին, որ իշխանությունը միշտ ավելի շատ մանևրելու տեղեր եւ իշխանությունը պահելու գործիքներ ունի, այդ նաեւ այս դեպքում ես էլ չեմ կարող բացառել Նիկոլ Փաշինյանը իսկապես կանի այն, ինչ պետք է իրան իշխանությունը պահելու համար։ Ու այստեղ եթե ասում եք, որ ընդդիմության մի քիչ պատասխանատու մանավանդ ընդդիմության գործը շատ բարդ է այդ իրավիճակներում, շատ բարդ է։ Անկեղծ եմ ասում, երևի իսկապես մենք մի քիչ պիտի անկեղծ կարողանանք խոսել, մեր համար ամենամեծ հարցերն են դրանք եղել։ Եվ նոյեմբերի 9-ին են դրանք ամենամեծ հարցերը եղել, եւ սեպտեմբերի 12-ին, եւ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, որ լավ հիմա այս իրավիճակում ինչ ենք անում, փորձել ենք այդ իրավիճակում կորցնել ու որևէ քայլ անել չանելուցել, եթե որևէ բան էլ տեղի չունեցել, դա եղել է նաեւ կարող կամ այն գիտակցումը կամ այն տեղեկությունների վրա հիմնված, որ հասկացել ենք, որ հիմա հարցակումը կամ կարա այդ հարցակումը լինի ու երաշխիք, որ ասում եմ 100%-անոց չէ, բայց անվտանգությունը լավ ոնց ենք պաշտպանում, որ թուրքական դրոշ Երևանի գլխին չտեսնենք։ Այսինքն մենք ունենք ընդդիմություն իդեմս ձեր խմբակցության, որը նաև այլ ընդդիմադիր ուժերի, հա, որոնք խորհրդարանից դուրս են, որոնք
իրենց համար կարմիր գիծ է պետականության կորուստը, Նիկոլ Փաշինյանը չունի այդ կարմիր գիծը, պատրաստ է այդ ամեն ինչը։ Էլի տարբեր կերպ սա փորձել ենք բանանել, այո, բայց էսի չի նշանակում, որ դե այդ ուրեմն պետք է բանանել, հրաժարվել, որ դե ոչ բանել չի փոխվի, ծայրահեղ դեպքում Փաշինյանը մի հատ պատերազմ կսարքի, կասի հանգիստ նստեք։ Չէ, այդ ուղղությամբ էլ աշխատանքները, այդ անվտանգությունը ոնց կարող ենք, մեր նաև գործընկերների հետ այդ անվտանգությունը ոնց կարող ենք երաշխավորել։ Այս ընթացքում աշխատանք եղել է։ Ուղղակի այո, օբյեկտիվ խնդիրը այն է, որ մենք իշխանության ներկայացուցիչ չենք ու անվտանգության շուրջ բնականաբար բանակցում են իշխանության ներկայացուցիչների շուրջ, բայց եթե հարցը այն է, որ արդյոք էս մեզ համար խնդրահարույց է, մենք մտածում ենք դրա մասին, այո, մտածում ենք եւ այո, դա առաջնային հարցերից մեկն է, երբ որ որևէ քայլ ծրագրում ենք կամ չենք ծրագրում, որտեվ գիտեք շատ իսկապես շատ այսինքն պատկերացում հակառակը պատկերացնում եք որևէ գործողություն, որից Փաշինյանը Ալիևի հետ կօգտվի ու եթե չես ունենալու երկիր, որտեղ փոփոխություններ ես բերում, ինչի համար ես անում դա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնաց Ստամբուլ Էրդողանի մոտ եւ ձեր կուսակցության ներկայացուցիչ Իշխանը Սաղաթելյան հետաքրքիր ձևակերպում էր տվել, գնում է մեծ եղբոր մոտ, հա։ Հիմա այդ մեծ եղբոր մոտ գնալուց քննարկվեց ոչ բովանդակային բաներ, գնաց մսկիթ, չգնաց մսկիթ, չգիտեմ, հոգևորականների կուսակրոնությունը ստուգեց, չստուգեց իսլամադավան հոգևորականների մասին, բայց բովանդակային շատ քննարկում չեղավ եւ մենք չհասկացանք ինչու գնաց Փաշինյանը Ստամբուլ։ Ուղերձը որն էր այնտեղից։ Նու այնտեղ մի ուղերձ կար, որ համայնքին ասեց եւ բոլոր համայնքները, որ մեր վրա հույս չդնեք, մենք որպես պետություն ձեզ համար հենարան չենք։ Սա աբսուրդային իհարկե բան է, սփյուռք ունեցող ազգի եւ պետության համար ոնց կարող ասեք, եթե սփյուռքը պետությունը իր համար հենարան չի դիտարկել, այդ դեպքում ինչի համար է Հայաստան համահայկական հիմնադրամը, ինչի պիտի սփյուռք հայերը իրանց վաստակածից, կուտակածից, հա, հետ գցած գումարից միլիոնավոր դոլարներ ուղարկեն այն պետություն, որ իրանց համար հենարան չէ, կարող են Վրաստան ուղարկել, չեն կարող։ Դե հա, սփյուռքը խոշոր հաշվով, երբ որ գումարապետ, գումար ուզելու բան է, էլի ռեսուրս է, դրամապանակը։ Բայց իսկապես Փաշինյանի այցի բովանդակային մասը դուրս մնաց, դրան փորձ եմ անդրադառնալ, ինչի գնաց, ինչի էր հիմա սա պետք եւ ի վերջո լավ ինչ են խոսել Էրդողանի հետ, ի վերջո առանձնազրույց են ունեցել, սա էլ ինչ որ օրակարգ չի եղել առանձին կոնֆերանս չի եղել, բան որ լղոզեն դրանով։ Նախ որովհետև Փաշինյանը վաղուց արդեն իր իշխանության լեգիտիմությունը եւ իր իշխանության համար վտանգների չեզոքացումը պայմանավորում է Էրդողանով եւ Ալիևով, այնտեղից է բանանում։ Հիմա էս կբացատրեմ, բայց երկրորդը Փաշինյանը նախանշել է եւ ամեն ինչ պատրաստվում է 26-ի ընտրություններին։ Այդ 26-ի ընտրություններին իր համար գլխավոր խաղաթղթերից մեկը Ադրբեջանի հետ պայմանագիրն է, որը պիտի ստորագրվի։ Խնդիրը Փաշինյանի համար, որ Ալիևին տվել է բոլոր զիջումները, որ Ալիևը պահանջել է, ամեն ինչ զիջել է, չկա մի կետ, որ Ալիևը պահանջել է, որ այդտեղ չլինի կամ այսպես լինի, Փաշինյանը դա չի արել, բայց Ալիևը հրաժարվում է ստորագրել, որովհետև հասկացել է նաև, որ ինչի է ստորագրում որևէ բան, սպառնալիքով, չստորագրելով, անդադ նոր պահանջ դնելով կարողանում է ավելի շատ բան կորզել։ Այսինքն Փաշինյանը Ալիևին սարքել է տարածաշրջանային մի հատ նենց ֆիգուր, որը անում է այն, ինչ որ ուզում է։ Փաշինյանն է Ալիևին այդպեսին սարքել։ Բացառապես Փաշինյանը։ Հիմա այս կոնֆիգուրացիայում Ռուսաստանի միջնորդությունը խոշորաշվով չի աշխատում, Արևմտյան միջնորդությունը չի աշխատում, ում պիտի դիմի որպես միջնորդ, այդ երբ որ ասում ենք, որ Փաշինյանը ոչ թե երկկողմ է բանակցում, այսինքն ոչ թե այդպես հավասար պետություններ, մեզ միջնորդներ պետք է ներգրավել, բայց Փաշինյանը միջնորդ ներգրավել է Էրդողանին։ Այս բանակցությունների միջնորդ իրավիճակի ամբողջ աբսուրդայնությունը հենց այդտեղ է, այսինքն եթե ասենք ես պատկերացնում եթե Էրդողանը զբաղված լիներ, սա կարող էր գնալ Մերիբանին դիմել, որ միջնորդ էր, այսինքն Էրդողանը այն պետության ներկայացուցիչն է, որը պատերազմ է վարել մեր դեմ, որը Փաշինյանի խոսքերով կարելի ասել կառավարել են այդ պատերազմը։ Փաշինյանի խոսքերով, որը վերադարձել է տարածաշրջան հայոց ցեղասպանությունը շարունակելու համար։ Հիմա դրա բացատրությունը ո՞ն է, ասենք ո՞նց կարող է այդ մարդը ու այդ պետությունը լինի միջնորդ։ Ինքը բոլոր հարթակները մերժել է, այլ ռուսականը մերժել է, 3+3-ն է մերժել, որտեղ Թուրքիան կար, բայց մենակ չէր գոնե մենակ չէր, եւ գնացել է Էրդողանին միայնակ, պատկերացնեք Ադրբեջանի հետ բանակցությունում Էրդողանին միջնորդ սարքեց, այսինքն ադրբեջանական դիրքերը ավելի ամրապնդելու, Պակիստանին էլ որ բերի, ընդհանրապես կդառնա, որ շանս չի թողի Հայաստանին։ Հիմա Էրդողանին միջնորդ, որպեսզի
այդ թուղթը ինքը ունենա ընտրություններից առաջ, որպեսզի ձևակերպումները եւ ինչ պայմանավորվածություն պետք է բանավոր ստանձնի, բայց այդ թուղթը ունենա ընտրություններից առաջ, որպեսզի կարողանա հարնությանը մոլորեցնել է թղթի վերնակնում, որտեղ խաղաղություն բառը կա, որ ինքը գնում է խաղաղության, եթե որևէ այլ ուժ կա, պատերազմ է լինելու։ Սա է, ես հայտարարություններ չկան, տպավորություններ կան, որ ոչ մի բան չստորագրեցին, ընդհանուր հայտարարություն չարեցին եւ դա լավ է, բայց ես վստահ եմ, որ իրենք մոտեցել են այդ պայմանավորվածությունների առումով կամ հենց այդ են քննարկել, ինչպես այդ թուղթը ունենալ եւ մոտեցել են դրան մի քայլովել եւ այդ հանդիպման ուղիղ, այսինքն որ սա վերլուծության դաշտում չմնա կամ կանխագուշակումների արդյունքների մասին կարող ենք իսլամական պետությունների հետ համագումար, այսինքն այսօրվա հայտարարությունից դատողություններ անել, որ փաստորեն այդ հանդիպումից հետո լրացուցիչ ճնշումներ Հայաստանի վրա, արդեն կազմակերպության անունից, որպեսզի ընդունի ադրբեջանական պայմանները։ Այսինքն է բանակցել։ Այստեղ ուրիշ բան կա, հասկացա, ընդունում եմ ձեր վերլուծությունները, նաև այն տեղեկությունները, որ համադրեցիք դրանց հետ, Էրդողանը ի տարբերություն Փաշինյանի իր պետության շահերն է սպասարկում եւ ամենևին Ադրբեջանի ներկայացուցիչը չէ, չնայած համագործակցաբար դաշնակիցներ են, բայց այդտեղ Էրդողանն էլ իր շահը, Թուրքիան իր ինչ որ բան պիտի ստանա դրա դիմաց։ Ինչ է տալու Թուրքիային Փաշինյանը։ Բնականաբար նախ այդ հակասություններն էլ եթե մենք ունենայինք կայացած այսինքն հիմա ունենայինք ազգային շահեր հետապնդող պետություն, այդ հակասություններն որ առաջացել են նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունում, ուզում ասեմ, այո, լրիվ նույն պետությունը չեն, ունեն շահեր, որ մեծամասամբ համընկնում, բայց տարամիտում էլ կա։ Ինչ շահ կարող է ունենալ Թուրքիան, ուղիղ դրա մասին հայտարարեց այդ Թուրանի մասին հայտարարությունը, ինչ էր։ Խոսքը փաստորեն Ադրբեջանի ասած տրամաբանությամբ միջանցքի տրամադրման մասին է։ Ես հիշեցնեմ, այն դեպքում, որ Փաշինյանը գնաց ինքը նոյեմբերի 9-ը ստորագրել է, պայմանավորվել է, համաձայնվել է այն տիպի վերահսկողություն տալ, որը ամրագրված է այդ նոյեմբերի 9-ին, ու դա համաձայնվել է տալ ռուսական ուժեր Ռուսաստանին, այսինքն։ Հիմա ինքը փաստորեն իր համար խնդիրը ոչ միջանցքներ, ոչ միջանցքային տրամաբանություններ խնդիրն է, որ Ռուսաստանը դա չվերահսկի։ Այս ամեն ինչը, այդ թվում նաև Արցախի հայաթափումը տեղի ունեցավ, որովհետև Փաշինյանը ստորագրել էր փաստորեն մի բան, ու իր համար խնդիր էր այդտեղ ռուսական վերահսկողությունը։ Հիմա գնում ասում է Թուրանը մեր համար ինչ խնդիր է, թող գնան գան, դա են ուզում, թող գնան գան, լավա մեր ճանապարհով։ Այսինքն կարող ենք ասել, որ սա Փաշինյանի իր այցով եւ այդ հանդիպում նաեւ եւ այդ հայտարարությամբ արդեն հանդիպումից հետո ըստ էության Էրդողանին խոստացել է, որ Թուրանի ճանապարհը կբացվի։ Ես էլ չգիտեմ խոստանալը ոնց եմ, գիտեք նաեւ ինչ որտեղ դրանից բաց խոսակցություն, այսինքն Թուրանի մասին ոչ մեկ այդտեղ հարց չտվեց։ Թուրանի մասին ոչ ոք հարց չտվեց, Հայաստանի ղեկավարն էր, որ Թուրանի ճանապարհի մասին պիտի խոսար։ Հայաստանի քաղաքացիները դրա համար են իրեն հարկ տալիս, ինչ Թուրանի համար ճանապարհ բացել։ Բայց երկրորդ կոմպոնենտն էլ կա, այս տարածաշրջանային իրավիճակում Իրանի դեմ պատերազմը։ Գիտեք նաև հարցը երկրորդ որն է, որ այդ ճանապարհին ով էր ամենաշատը դեմ։ Իրանը, չէ՞։ Հիմա քանի Իրանի գլուխը խառնա, քանի չեն կարող այս հարցով զբաղվել, գնամ ես բան անեմ, Թուրանը բացեմ։ Այսինքն փաստորեն այս պատերազմը Փաշինյանը օգտագործեց Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու համար։ Պատերազմը օգտագործեց Իրանի դեմ, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները կատարելու համար։ Այն պայմաններում ես այստեղ այս հարցի մասին էլ շատ չենք խոսում։ Դուք նկատել եք, որ հիմա Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։ Իրանի սահմանը դա չկա օբյեկտիվ իրականությունից ելնելով, բայց վրացական սահմանը չի ապակ։ Բեռների համար առնվազն։ Մեկը կարա բացատրի Վրաստանի սահմանը չի։ Փաշինյանը կասի, այ որ Թուրանը բացել էր, գնայինք։ Հենց այդ, այսինքն ամեն ինչ անել են, իսկապես Վրաստանի սահմանը ինչի է փակ։ Վրաստանի սահմանը փակեց որոշ տեղեկություններ, որովհետև Վրաստանի իշխանությունների համար անցանկալի արևմտյան գործակալները եկել նստել են Երևանից, աշխատում են Վրաստանի։ Ես էլ այդպեսի, այսինքն մամուլում հայտնած է տեղեկություն, բայց այլ որևէ պատճառաբանություն չկա, չէ՞։ Փաստացիորեն ուղիղ Հայաստանի գործող իշխանությունների գործողությունների հետևանքով, չէ՞։ Ուրիշ բան աշխարհակահաղական տեղի չունեցել, չէ՞։ Այսինքն Հայաստանին դնել շրջափակման մեջ, փակել բոլոր սահմանները, այդ թվում նաև բարեկամական եղբայրական երկրներ, որ եւ չէ, որ ժողովրդի ծախես, որ էս է միակ ելքը։ Էս է միակ ելքը։ Վրացիները փակել են, բանը դե Իրանը տեսնում եք, միակի մեր երկը, մեր երաշխավորը Թուրքիան ու Ադրբեջանն է։ Այսինքն հիմա որ բանը կոնսպիրոլոգիա կարող է թվալ, բայց այս ո՞նց է այսքան պատահականությունում համընկնում լինում։ Ո՞նց կարելի էր այս պայմաններում Հայաստանը ինչ որ ես պատճառ չեմ ուղղակի պատկերացնում, որ Վրաստանի սահմանը կարող փակվի։ Վերլուծաբաններ կան, որ բացի այնց որ կհամաձայնեն ձեզ հետ, որ Փաշինյանը Ալիևին դարձրել է կինոյի տղա,
մյուս կողմից Թուրքիային աշխարհակաղակական լրջագույն դերակատարում է տվել, որովհետև հատկապես այդ Թուրան ասվածի ճանապարհը եթե բացվում է, ապա ստացվում է, որ Ռուսաստանի դեմ հիմնական ճշմարտ գործիքը դառնալու է Թուրքիան եւ Ռուսաստանը ինչ որ իմաստով հայտնվելու հարաբերական իմաստով օղակի մեջ լայն ճակատայի դեմ բացվելու թուրքական աշխարհի։ Այս իմաստով ես կարծում եմ պետք է միանշանակ, չգիտեմ, Թուրքիան ազգային այսպես ծառայություններ մատուցած ինչ մեդալներ ունի, Փաշինյանին եթե այդ ճանապարհը բացի, ինչ որ մի մեդալ պիտի այդպեսի Ես գիտեմ, որ ընդդիմությունն երբ ասում է Հալատ Փաշայի անվան, չգիտեմ, այնվեր այդպես մեդալներ կունենան, չէ՞։ Երևի, երբ ասում են ընդդիմությունը երբ ասում է պետական դավաճան, մարդիկ մի մասը հոգնել է, մի մասը չափազանցություն է համարում, բայց իսկապես էլի այս մարդու գործողությունները Հայաստանին զրկել են դաշնակիցներից, Հայաստանը գցել են փաստացի շրջափակման մեջ, ամեն ինչ ներսի դիմադրության ռեսուրսները ոչնչացվում են հետևողական, Սփյուռքի հետ կապերը վատացել են, ու միակ ուժերը, որոնք էական օգուտ, տեսանելի օգուտ են ունեցել ու ավելացրել են իրենց դերը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում, եղել է Թուրքիան ու Ադրբեջանը։ Այսինքն Փաշինյանի գործողությունների շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են։ Հիմա եթե այս պետական դավաճանություն չի, այսինքն այս գնահատականների հիման վրա այս բացի պետական դավաճանություն լսելուց մտածում են Նիկոլ ինչ-որ ինֆորմացիաներ աղարկի, բան Մորզեի Այբուբենով դեպի Թուրքիա, այդպես չի։ Հենց Տիկին Վարդանյանի բացատրած պետական դավաճանություն եւ դա կա, որոնք կարծում դրվագները մի քանիսն են, սա մի դրվագանի հանցագործություն։ Սա իշխանապողությունից հետո հիմնական գործերից մեկն է, որ պետք է։ Տեսեք, մեր եթերը ամփոփելով, մեր եթերը բավական ժամանակը սպառեցինք, այսպես ասած, ներընդդիմադիր, եթե կարելի է ներընդդիմադիր ասել այդ թեմային, ես ինչ որ հատվածի ինքս իմ անձնական մոտեցումն է, անդիմություն չեմ անում, ներընդդիմադիր, այսպես էս վեճին եւ որպեսզի ձեր ասվածը լինի, այդ որ հիմնական ռեսուրսները կուտակել Փաշինյանի դեմ, ինչու չեք դիտարկում օրինակ այսպիսի լուծում, որ ընդդիմադիր դաշտում խաղացող, չասեմ հիմնական ուժեր, որ սա բոլոր ուժերը կարող են հավաքվել, հիմնական սկզբունքներ վերցնել եւ այդ սկզբունքների տակ ստորագրել, որ օրինակ, եթե գալիս ենք իշխանության, բիզնեսի եւ իշխանության տարանջատում է տեղի ունենում, որ ISSS բարքերը չեն լինում, որ օրենք ենք ընդունում զինվորական ծառայություն չծառայած մարդիկ պետական ծառայության չեն լինում բարձրաստիճան որոշումներ կայացման գործում, որ ընդունելու ենք օրենսդրական կարգավորում օտարերկրյա գործակալների մասին, հա, ֆինանսավորման մասին, որ ընդունելու ենք օրենք, որ բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում ինչ որ ժամանակ օրինակ կրթվել են, ազդեցության տակ են հայտնվել, նրանք ինչ որ կոպիտ ասած կարանտինային շրջան պիտի անցնեն, նոր թույլատրվեն օրինակ ցեղասպանության ինստիտուտում ոտք դնել որպես աշխատակից, հա։ Սա մանր նաև օրինակներ բայց գլոբալ հարցերի շուրջ կարելի է, չէ, գրավոր համաձայնել, որ ժողովուրդն օրինակ տեսնի, ասի, լավ, Դաշնակցությունը, Հայաստան Դաշինքը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ասենք Մայր Հայաստանը, մյուսը հանրապետականը համագործակցում են, կա գլխավոր թիրախ, բայց մարդիկ պայմանավորվել են, որ այս հարցերի շուրջ կա հստակ դիրքորոշում, որ սա այսպես չի կարող լինել։ Օրինակ, կարող է լինել նաև խոսքով առաջարկները տարբեր կարող են ինչ կարա մտնի դրա տակ, բայց սա այս ձեր ասացի հնարավորությունը կարող էր տալ, որ ուժերը համատեղել միտեղ, հասկանալով, որ կներեք լիքը մարդիկ կան, ի վերջո մասնակցել են, չէ, նրան, որ մերժել են Սերժ Սարգսյանին։ Այդ մարդիկ չեն ուզում, վստահ եմ, Հայաստանի Հանրության ճնշող մեծամասնությունը չի ուզում այդ մարդու իշխանության վերադարձ կամ որևէ ազդեցություն, բայց որ ինքը կարող է դերակատարում ունել, իհարկե կարող է։ Այդ դեպքում պետք է արձանագրվի, չէ, ինչ որ բաներ, պայմանավորվածություններ սկզբում։ Ես իհարկե ամբողջ ընդդիմության անունից հիմա չեմ կարող, բայց խոշոր հաշվով ձեր ասած նոր քաղաքացիական պայմանագիրն է ԿՊԵ չէ, այսինքն կետեր ոչ թե անձերին ենք մերժում կամ այլ ամրագրում ենք այն կետերը, որի շուրջ բոլորս հաշտենք եւ որը կարծում ենք, որ պիտի այդ նոր որակի պետության հիմքում լինի։ Ես կարծում եմ դրա այլ ընտրանք իսկապես չունենք։ Դա ոնց կլինի, կարծում եմ շատ մոտ նաեւ իմ պատկերացրածնել ձեր ասածին շատ մոտ տարբերակն է։ Իհարկե ել եմ ասում ամբողջ ընդդիմության անունից չեմ կարող խոսել, բայց այո, կետեր են մեզ պետք, որ գտնենք այդ միասնության կետերը, որի շուրջ համաձայն է մեր հանրության մեծամասնությունը, այդտեղ նաև հայ առաքելական եկեղեցուի դերակատարությունը եւ մնացած տարբերությունները արդեն դրանից դուրս է, ամեն քաղաքական ուժի, քաղաքական անատի առանձին մոտեցումներն են, բայց մի քանի կետ հիմք, որը պիտի դառնա այս փոփոխությունների հիմքը, պիտի ամրագրվի, ես էլ արդեն այլ տարբերակ չեմ պատկերացնում։ Որում այդ պարագայում կարող է քննադատությունը շարունակվել նաև ներընդդիմադիր օբյեկտիվ, սուբյեկտիվ քննադատություն կարևորը քան այդ ստորագրությունները,
որ այս ստորագրության տակ եղած որևէ ուժ, եթե գալիս է իշխանություն, չի կարող անել սա։ Այսինքն, գիտեք, ի վերջո դա ես կարծում այս քայլով քաղաքականությունը կվերադառնա բովանդակային դաշտ, պայմանավորվածություններ կլինեն, մնացած պարագաները, որտեղ ժողովուրդը իրականում մտավախություն ունի, ասենք ինչ են իրեն մատուցում, նաև ժողովրդի չմասնակցությունը դրա հետ է պայմանավորված։ Հիմա տեսեք, շատ քաղաքացիներ հեղափոխական process-ների մասնակցելուց վախենում են, որովհետև ասում են կներեք, մենք կարող ենք մասնակցել ոնց որ մասնակցեցինք 18-ին, Եվ լինի կարող են բերել մի հատ կներեք արտադրություն դեգեներատիվ, ոնց որ Նիկոլեն էր։ Մատուցեն մեզ որպես վարչապետ։ Հիմա էլի մի հատ փորձանք չենք ուզում, ախպեր, մենք երկրորդ փորձանքին այո, 18-ի ամենավատ հետևանքներից մեկը սարսափելի հիասթափությունն էր, որ եղավ ու հիմա մենք դրա հետ ենք առնչվում, որ մարդը ուղղակի չի ուզում էլ որևէ բանի մասնակցի, որ հասկանալով նաև որ ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եմ Կրիստինե Վարդանյանի հետ, տեսություն կհանդիպենք։